Պաշինյան, այսօր Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հայտարարել է, որ տարածքները, որոնք մենք կորցրել ենք, դա կորուստ չէ, քանի որ այդ տարածքները մեզ չեն պատկանել։ Ձեր արձագանքը սրա հետ կապված Սյունիքում հայտարարում է, որ Արցախը մերը չի Ես ճիշտ է զարմանում եմ, որ դեռևս մարդիկ կան Հայաստանի Հանրապետությունում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ուշադրություն են դարձնում։ Նիկոլ Փաշինյանը 5 րոպե մեկ կարա տարբեր հայտարարություններ հաղորդող հայտարարի եւ իր հայտարարությունները արդեն հաշվի տեղ դրել պետք չի։ Ինչը կապված է բանակի հետ, էլի 100 franc-ներ են, քանի որ մենք այս վերջին ժամանակների ինչքան որ մենք շփումը կհատեն բանակի հետ, բանակը ոչ թե լավացել է իրաց ասելով ճակերտավոր, իրականում բանակը այսօր շատ վատ վիճակում է եւ իրանք ինչպես մեր երկիրը, այնպես էլ մեր բանակը, ինչպես մեր արժեքները եկեղեցին փորձում են քանդել եւ ճանապարհ են հարթում ազերբայջանա-թուրքական ուժերին Հայաստանը գրավելու եւ թուրքականացնելու համար։ Եվ այսօր դեռևս բանակը դեռևս բնում է երաշխավոր, բայց իրանք ամեն ինչ անում են բանակը կազմաքանդելու համար։ Եվ իզուր չէ, որ իրանք բանակը ցակեցին 1.5 տարի, եւ իզուր չի, որ բանակը պլանավորում են դարձնել սկզբնական 15000 իջեցնել մինչև բանակը եւ կասճանաբար դες կամաս քանդել։ Եվ իզուր չէ, որ բանակում դպրոցներում հանում են հերոսների տախտակները կամ ուշակարերը կամ ուշակարները։ Իսկ ինչ է Փաշինյանը ուզում հասկացնել կամ մեսիջ եղել, որ հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր մեզ համար, արդյոք փորձում է այսպես Արցախի Ադրբեջանի մաս ճանաչելը արդարացնել։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի մտքի չի կախված, դա թելադրանք է բոլոր այս խնդիրները թելադրանք են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, կապված դա բանակի հետ, կապված եկեղեցու հետ, կապված ցեղասպանության հետ, բոլոր այդ հարցերը թելադրանք են, որ ինքը պետք է ապահովի այդ խնդիրները, ժեղտի այդ բոլոր ամեն ինչը եւ այլ եմ ասում, հողա պատրաստում, այս խաղաղությունը սա փուչիկ է, երբեք պարտված երկիրը չի կարա խաղաղություն ունենա, պատված երկիրը պետք է մուրում է, իսկ Խրիմյան Հարիկը դեռևս ժամանակին ճիշտ խոսք է ասել, որ թղթաշերեփով երբեք չես կարա հարիսաուտես, հիմա մենք այդ թղթաշերեփն էլ նույնիսկ չունենք, ասենք գոնե որ թղթաշերեփ ա եղել, հիմա թղթաշերեփ էլ մենք չունենք, ու մենք ժամ առ ժամ մենք այսօր վարկաբեկում ենք մեր դաշնակից երկրներին, առավել ևս Ռուսաստանին, որ Ռուսաստանին, եթե վաղը միսօրը Ռուսաստանը փորձի պատժամիջոցներ կիրառի Հայաստանի հանդեպ, ես օրինակ չեմ զարմանա ու նաև չեմ էլ մեղադրի Ռուսաստանի, որտեղ մենք ենք եւ Ղարաբաղում, որ ասում են Ռուսաստանը մեզ չօգնեց, այդ բոլորը 100 franc-ներ են։ Մենք ենք ամեն ինչ արել, որ Ռուսաստանը մեզ չօգնի եւ մեզ հեռացնի։ Ռուսաստանը օգնեց, իսկ ինչով օգնեց։ Շատ բաներով օգնել Ռուսաստանը։ Ես չեմ ուզում փակագծեր բացել, իրականում Ռուսաստանը շատ բաներով օգնել է Ղարաբաղի 44 պատերազմի ժամանակ մեզ։ Խաղաղապահները ինչ արեցին եւ թույլ տվեցին այդ ամեն իրականացնելը։ Խաղաղապահ զորքերը դա բանակ չի։ Նրանք այդ ամենը իրականացնում են որոշումները։ Ասենք օրինակի համար, երբ որ Լաչինի կորիդորը տրված է 7 կիլոմետր, հետո մի քանի ամիս հետո դարավ 5 կիլոմետր, հետո դարավ 2.5 կիլոմետր, այդ ամեն ինչը մեր երկրի Քաջարի վարչապետը գնում էր Բրյուսելում նոր պայմանագրեր կնքում եւ կամաց այդ կորիդորը փոքրացվում էր եւ քչում էր ռուսական խաղաղապահ ուժերի վրա, բայց ռուսական խաղաղապահ ուժերը միայն կատարում են այն երրակոմ պայմանագրերը, որը որ իրականացվել է Բրյուսելում։ Այո, եթե ժողովուրդը միջև հիմա չի հեռացնել Փաշինյանին, ուրեմն ժողովուրդը մեղավոր է։ Եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում Փաշինյանին հեռացնելու համար, այո, ժողովուրդը մեղավոր է, դա ինքը չի թաքցնում։ Ինքը չի թաքցնում։ Ասում եթե ես մեղավոր եմ, դա ժողովուրդը էլի գանձի անի։ Եթե չի գալի անում, ուրեմն ինքը լիքը դավազան մեղավոր է։ Մարդը կարող է խոսա, որովհետև իրան բաժող չկա այսօր։ Մեր տրամաբանությամբ սահմանի հիմա ընդդիմություններին ժողովուրդը կընտրի իրեն, եթե համաձայն է։ Հիմա նայեք, ընդդիմություններին ամեն ինչ սպասելի է,
Փաշինյանի կողմից։ Ես չեմ ուզում ասեմ ինչ էր սպասելի, որովհետև կարող է ես հիմա միտք տամ իրան, ինքը օգտագործի այդ մտքերը, ամեն ինչ սպասելի է եւ ամենավտանգավորը լինելու այն դրությունների հաջորդ օրվանից սկսած, որովհետև չգիտենք, հա, եթե ինքը պարտվի է, ես կարծում ինքը ամեն ինչ արել է թորը պահելու համար։ Իսկ մենք ընդդիմությունը պատրաստ լինելու է այդ աթորը վերցնելու արդեն իր հաղթանակը միջև վերջ տանելու։ Այդ խնդիրը տեղ է։ Չլսեցի։ Հա, գիտեք ինչ կա։ Կանդազի կալանավորումը ոչ մի բան չի տալի, Կանդազի ես շատ անձամբ ճանաչում եմ, ինքը լավ է, դա խույզ է եղել, բայց ինքը երբևիցե քաղաքական գործիչ չի, ինքը չեն կարա իրան ինչ-որ բանի մեջ մեղադրել, ինչ որ անում են իր դեպ Սարկոսի է եղել, ինքը իրականում հերոս տղա է, ռազմական ռազմիկ, ոչ թե ինքը հրամանատար, այլ ռազմիկ է ինքը քաղաքականությունում անելու բան չունի, եւ իր դեպ ինչ-որ այդ ուղղակի չգիտեմ, հիմարություն է իր կալանավորելը, հիմարություն։ Փոքր ուշ միացան, այսօր Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ժամանակ անուններ չնշելով, բայց ըստ էության ընդդիմադիր գործիչներին նկատի ունենալով ասել է, որ հայտարարում են, թե դառնալու են հաջորդ վարչապետը, գլուխները պատին են տալիս, քաղաքացին իրենց քիչ կորուստի վճարի եւ նմանատիպ այլ խոսքերով է հանդես եկել, սա ինչի մասին է։ Ես արդեն մի անգամ նոր մի քիչ առաջ ասեցի, Նիկոլ Փաշինյանի ոչ մի հայտարարություններին ուշադրություն դարձնել պետք չի։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ կարող հայտարարի։ Վաղը ինքը վաղը էլի ասի, ես Ամերիկայի պրեզիդենտն եմ ու ինքը ինչ ուզի կարող ասի։ Իր մտածել այդ բանը բան չունի, սահմաններ չունի ընդհանրապես։ Իսկ այդ ճղաթթումը ինչով է պայմանավորված։ Նրանով որ պարտությունը մոտ է։ Իհարկե, որովհետև իրաց թվում է եվրոպական մի քանի դեմքերի չէ։ Սա Հայաստանում հավաքելով Զելենսկու նման դեբիլների Հայաստանում հավաքելով ինքը ինչ-որ բան կունենա, ներսուկ կունենա, բայց ինքը ասել հագուցա, որ ինքը այդ կողմից ոչ Եվրոպան պարզ իրան ասեց, նման մակրո պարզ իրան ասեց, որ իրան ոչ մեկ թիվություն չի լինելու եւ Ֆրանսիա չի պատասխանում Ղարաբաղի հարցը հրաժարվի, ինչպես մեր վարչապետն հրաժարվում, Ֆրանսիան դակատակը ամեն ինչ փորձելու անի Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ։ Սա իրան լրիվ հակասող բան է Բաքվի կողմից հայտարարությունը։ Այն ինչ պիտի անի ընդդիմությունը, որպեսզի այն ժողովրդի Գիտեք ինչ կա, 30 տարի ժողովրդի խաբել են, 30 տարի ժողովրդին 5000 դրամով առել են, մենակ սրանք չէ, էլի, բոլորն եմ եղավոր, բոլորը, պետք է վերջով ես Հայաստանում կարգուկանոն ստեղծվի, ժողովրդի մոտ հավատ չի մնացել, շատ մարդիկ չեն ուզում ընդհանրապես ընտրությունների գնան մասնակցեն, չհասկանալով, որ իրանք ընտրությունների չմասնակցելով իրանք ձայն են տալիս Նիկոլին, այս ռեժիմին, ավելի լավ է գնաս մասնակցես քուն ձայնը չեղարկել տաս ավելի լավ է, քան թե չգնաս մասնակցես։ Ժողովրդի մոտ ուղղակի կորել է հավատը, բայց հավատել վերադարձնել մարդու մոտ որ կորում է շատ դժվար բան է, շատ դժվար։ Նկատմամբ ինչ ակնկալիքներ ունեք ընտրությունից։ Չլսեց մեծ հարցը կրկնեք։ Այն ռեպրեսիաները, որ այսօր կիրառվում են դիմադիրի գործիչների նկատմամբ, որոշ գործիչների, ինչ ակնկալիքներ ունեք հանրահասարակության արդյունքներից։ Պարզաբար ռեյտինգները Չի բացառվում օրինակ համար ընտրությունների 1-2 օր առաջ էլի շատ մարդիկ կալանավորվեն, որ վախի ազդեցություն ստեղծվի, մարդկանց մոտ ինչ-որ իրավիճակ, մարդկանց դրա այդ արդյունքում էլի մարդիկ չգան ընտրության կամ վախենան գնան Նիկոլին ընտրեն։ Հիմա լիքը մարդիկ ոնց է որ շփվում են շատ, ասում են, բավոր այդքան Նիկոլին չդրենք, բավոր իմանան։ Ես պաշտոնի եմ օրինակ, հիմա բավոր իմանան կամ ես հիմա թքած ունենամ ցանկացած պաշտոնի վրա էլ, ցանկացած չգիտեմ ինչի վրա էլ։ Այստեղ Հայաստանի Հանրապետության գոյության եւ ոչնչացման խնդիր է դրված։ Եթե յուրաքանչյուր հայ, գիտակից հայ, դա հասկանում է, դա պետք է ուրեմն պայքարի Նիկոլի դեմ։ Եթե չի հասկանում,
Ուր թող երբևիցե տվյալ մարդիկ չասեն իրանք հայ են։ Թող իրանք նույն ձևի ոսր Նիկոլին ասեմ Թուլ Դավաճան, նույն Թուլ Դավաճանն այդ մարդիկ են, ովքեր պետք է գնան Նիկոլին ընտրեն։